Արմնու լրատվականը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստերը տևական ժամանակ չեն կայանում կապված վերջինիս առողջականի խնդիրներով։ Արմնու լրատվականը հայտնել էր, որ նա տևական ժամանակ հիվանդանոցում էր։ Այսօր Վլադիմիր Գասպարյանը ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան ու նրան հարցեր ուղղեցինք կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի, նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով ուժի կիրառման, գետնին պարկեստներու տեսարանների մասին։ Մանրամասները տեսանյութում։ Պարոն Գասպարյան, եւ ձեր հավատքի հետ կապված դուք եկեղեցու նկատմամբ միշտ այլ մոտեցում եք ունեցել հավատք եկեղեցի։ Եկեղեցու խնդիրները պետք է թողնել եկեղեցու։ Իրավական գործընթաց է սկսվել կաթողիկոսի նկատմամբ։ Դուք ինչպես եք վերաբերում այս հանգամանքին։ Ես նոր ասացի, ես գտնում եմ, որ հոգևորական եկեղեցու խնդիրները պետք է թողնել եկեղեցու։ Հատվել է պետություն եւ եկեղեցի այս վտանգավոր սահմանը, պարոն Գասպարյան։ Կարծում եմ, եւ պետությունը եւ եկեղեցին այնքան հմոտ կգտնեն, որ շտկեն ցանավից։ Այդպես է կարծում։ Ես հակում տալու։ Եթե Վլադիմիր Գասպարյանը լիներ ոստիկանության այն պաշտոնյա ոստիկանապետը եւ իրեն հրահանգվեր, որ հոգեվորականի նկատմամբ պետք է ուժ կիրառվի, Վլադիմիր Գասպարյանը կար մի կետ, որտեղ կասեր, որ ինքը այդ հրամանը չի կատարի, թե ոստիկանապետը չի կարող քաղաքական հրահանգ իրականացնել։ Ինձ այդպիսի հրամաններ չեն տվել, ես այդպիսի պրակտիկա չեմ ունեցել, որպեսզի հիմա կարողանամ ասել, իսկ օդից խոսալ ես կանեմ, ես չեմ անել։